Սանու Բարաշյանի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնն է։ Կենտրոնում այս պահին բուժվում է 399 բուժառու։ Մարդիկ տարբեր պատճառներով են դիմում հոգեկան առողջության կենտրոն։ Մեծ մասը սուր հոգեկան խնդիրներ ունեցող բուժառուներ են, որոնց հիվանդության սրացման պատճառով հայտնվում են հոգեբուժարաններում։ Մեծ մասն այստեղ սուր հոգեկան խնդիրներ ունեցող բուժառուներ են։ Կենտրոնում կան նաև հարկադիր բուժում ստացողներ, որոնք ունեն հատուկ խնամքի կարիք։ Ես հարբած մեր դասարանցիներով մի քանի օկով արդեն մեծ մարդ ենք, ես հիմա 65 տարեկան եմ, էլի, որոշեցինք մի քանի օկով հավաքենք և մերնա դպրոցական կյանքը և այլն ինտենց հիշեք, վերջը չափից ավելին խմում եմ, որից ես հետաքրքիր է, չէ, դասարանի ընկերների հետ, որ արդեն թորնապել են շատ ավտոբթարի եմ ենթարկում, փորս այստեղից մինչև Պորտոս էզը ճաղացա, չգիտեմ դաժե թե քանի կարեն տվել, ամոչելի ամաչում եմ ցույց կտայի, մեկ է գլխից ես մասնաբան ասված, հիշողությունս ամբողջովին կորցրել էի, հիմա ես ինձ էդ էլ ասեմ, թե շատ լավ եմ զգում։ Հոգեկան առողջության պահպանման այս կենտրոնի շատ մասնաշենքեր գտնվում են անմխիթար վիճակում։ Վերջին տարիներին վերանորոգվել է ընդամենը մեկ մասնաշենք և խոհանոցը։ Նուբարաշյանի հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Չիլինգարյանը պատմում է, որ կենտրոնում խնդիրները բազմազան են, նյութականից մինչև համակարգային ու կադրային։ Կենտրոնում կան բոլոր թվարկած ձեր խնդիրները, որոնք աստիճանաբար կառավարության, առողջապահության նախարարության աջակցությամբ փորձում ենք կարգավորել և բարելավել։ Եթե տեսակ մեր մասնաշենքերից մեկը և նաև խոհանոցի մասնաշենքը բարելավել են, վերակառուցվել են, ինչը հանգեցրել է նրան, որ բավական այդ հատվածներում բուժառուների կեցության պայմանները լավացել են, շարունակվում է և մյուս մասնաշենքերի վերանորոգումը։ Կադրային առումով ունենք խնդիրներ, երիտասարդ բժիշկների հոսքը դեպի հոգեբուժություն քիչ է, եկած կլինարդինատորները, որոնք մեզ մոտ անցնում են, նաև իրենց գործնական պարապմունքներն են անցկացնում, հույս են ներշնչում, որ մոտ ապագայում կունենանք լավ գրագետ մասնագետներ, փորձում ենք ամեն ինչ անել, որ մաքսիմում տիրապետեն հոգեբուժության գիտելիքներին։ 2022-ից 24 թվականների ընթացքում ըստ վիճակագրության հոգեկան առողջության կենտրոնում գրանցվել է մահացության 96 դեպք, որից 37-ը հենց այս կենտրոնում։ Կենտրոնի տնօրենի պաշտոնակատարի մեկնաբանմամբ մահերի պատճառը բուժառուների մոտ ուղեկցող այլ հիվանդություններն են, որոշ դեպքերում էլ տարիքը։ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում ունենք մոտ 100-ից ավելի խնամքի բուժառուներ, որոնք բացի հոգեկան խանգարումից ունեն նաև այլ մարմնական խնդիրներ, մեծ են տարիքով և մահվան թվարկած ձեր դեպքերի գրեթե մեծ մասը պայմանավորված է զուգահեռ ընթացող այդ սոմատիկ հիվանդությունների սրացմամբ։ Ունեցել ենք դեպքեր, որ բուժառուները բացի հոգեկան խանգարումներից ունեցել են օնկոլոգիական խնդիրներ, որոնք հետազոտվել և հայտնաբերվել են մեզ մոտ։ Այսօր հոգեկան առողջության համաշխարհային օրն է։ ԱՀԿ տվյալների համաձայն աշխարհում ավելի քան 450 միլիոն մարդ ունի հոգեկան հիվանդություն, ինչին նպաստում են տեղեկատվական հոսքերը, քաղաքական և տնտեսական ճգնաժամերը։